Տիրոջ անունը փառավոր է, եղբայրներ, քույրեր, Աստված բոլորի տորչն է։ Ուղղակի մեկ համար եմ ուզում կարդալ, որը գրված է Սուրբ Գրքի մեջ։ Նայեք ինչ ասում Երեմիայի մարգարության 8-րդ գլխի 22-րդ համարը։ Երեմիա 8:22։ Բալասան չկա քաղատումը, կամ բժիշկ չկա այնտեղ։ Ապա ինչու համար առողջություն չկտավ իմ ժողովրդի աղջիկը։ Երբ որ մենք կարդում ենք ամենակալ Տիրոջ խոսքը, ուշադրություն դարձեք, Տիրոջ խոսքը նաև հետևյալն է, ինձ եւ քեզ հիշեցնում, Ելից 15:26 համարի մեջ գրված է, ես եմ քո բժիշկը։ Քուրս ջան, եղբայրներ ջան, ուղղակի խնդիրը հետևյալն է, որ մենք շատ անգամ գալիս ենք եւ առանց բժշկվել հետ ենք դառնում, որն է պատճառը։ Ուղղակի ուզում եմ անդրադառնալ, որտեղից է հիվանդությունը մարդու կյանքի մեջ։ Առաջինը մեղքի պատճառով։ Միքիա մարգարության 6:13-ի մեջ գրված է հետևյալ միտք, ինչ ասում Աստված. Ես քեզ պիտի զարկեմ քո մեղած պատճառով։ Քուրս ջան, եղբայրներ ջան, հիշում եք, եղբայրը խոսեց, երբ որ Հիսուսի մոտ էին բերում, Հիսուս ինչ ասեց. Քո մեղքերը ներված է, գնա խաղաղության։ Այսինքն բժշկությունը տեղի ունեցավ, երբ որ անձնարարությունը այդ մեղքերի թողությունը ստացավ։ Այսօր շատերս գալիս ենք այստեղ ու նպատակը բժշկությունն է։ Եվ ամենամեծ ցավը որն է, որի վրա ես ուզում եմ անդրադառնալ։ Այսօր մենք չենք հավատում Աստծո հավիտենական սիրուն։ Չենք հավատում Աստծո հավիտենական ծրագրին։ Որն է Աստծո ծրագիրը։ Եթե այսօր դու բժշկվես, վաղը կամ միսօրը նորից կհիվանդանաս։ Աստծո ծրագիրը սա չէ, որ այսօր քեզ բժշկի, ասի գնա խաղաղությամբ։ Աստծո հավիտենական ծրագիրը որ դու ունենաս հավիտենական կյանք։ Եվ այդ հավիտենական կյանքի համար Աստված ունի տարբեր միջոցներ։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ողջ Երեմիայի 3-րդ գլխի 37 համարի մեջ գրված է. Ով է նա, որ ասի եւ կատարվի, եթե Տերը չի հրամայ։ Այսօր որն է Տիրոջ հրամանը, ինչ է ուզում անել Աստված։ Նաեւ կարդում եմ մեկ համար, որը գրված է Հակոբու թղթերի մեջ։ Նայեք ինչ ասում Հակոբոսը ինձ եւ քեզ։ Թուղթար Հակոբու առաջի գլխի մեջ գրված հետևյալ տոն եմ ուզում կարդալ 13-րդ համարից եմ կարդում 13-14 համարը ոչ ոք որ փորձության մեջ չէ թե չասե թե Աստվածանից փորձում է որովհետև Աստված չար բաներով չի փորձում ինքն էլ ոչ մեկին չի փորձում բայց ամեն մեկը փորձում է բուն իրեն ցանկությունից հրապուրված եւ խաբված քուրեր ջան եղբայրներ ջան ուղղակի ուզում եմ այս միտքը մենք հասկանանք Սկզբից ասեցի, հավատալ Աստծո հավիտենական սիրուն։ Երբ որ այսօր քո կյանքի մեջ կա այդ նեղությունը, կա հիվանդությունը, ուղղակի ուզում եմ տեսնել, դու հավատում ես, որ Աստված քեզ սիրում է։ Այսօր լինում է պարակա, երբ որ մարդը խոսում է բժշկության վրայով, ուղղակի մի հատ համար եմ ուզում ցույց տալ Սուրբ Գրքի մեջ, նայեք այս անձնավորությունը ամեն տեղ, ուր որ գնում էր միջև անգամ ամեն մեկ խոսքի կամ իր շուկի մեջ մարդիկ բժշկում էին։ Բայց ուշադրություն դարձեք ամենակալ Տիրոջ խոսքը 2 Տիմոթեոս 4-րդ գլխի 20 համարի մեջ կարդում եմ գրված է հետևյալը Երաստոսը մնաց Կորինթոսում եւ Տրոսփիմոսը հիվանդ թողեցի Միլիտոյում Հետաքրքիր է Պողոս առաքյալը իրեն գործընկերոջը հիվանդ էր թողել լավ ինչի՞ չէր բժշկում որն էր պատճառը Ուղղակի ուզում եմ որպեսզի ես եւ դու այսօր կարողանանք տեսնել այսօր շատերը հիասթափվում են կամ հուսախաբվում են երբ որ իրենց կյանքի մեջ այդ բժշկությունը տեղի չի ունենում երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ Դանիել մարգարության 3-րդ գլխում հիշեք հետևյալը Միսակ Սեդրակ Աբեդնագովը կանգնած են Մավան եզրին ոչ թե իրանք հիվանդացել են այլ թագավորը իրենց գցելու է կրակի հնոցի մեջ եւ ինչ էր պատճառը որ այս 3 երիտասարդները չեն երկրպագել դուրայում կանգնած այդ ոսկե արձանին Ուղղակի ուզում եմ ցույց տալ այս 3 երիտասարդների հավատքի հիմքը, որտեղից եղավ բժշկությունը։ Ինչ ասեցին թագավորին, մենք ոչինչ չունենք քեզ պատասխան տալու։ Այն Աստվածը, որին որ մենք պաշտում ենք, քո ցերկից եւ կրակի հնոցից կազատի։ Սա չէր հավատքի ամենաբարձրակույն կետը, շարունակության մեջ գրված է. Եթե նույնիսկ չազատի, քո կանգնած արձանին մենք երկրպագություն չենք անելու։ Հիմա ուղղակի ուզում եմ հարց տալ։ Չեմ ուզում, որովհետեւ մեկի հավատքը կոտրվի։ Ես հավատում եմ, որ Աստված ամեն մեկին ողորմություն անել։ Բայց հարց եմ տալիս։
Եթե չբժշկվես, դու հավատում ես, որ կյանքը Աստծո մեջ է։ Հավատում ես, որ Աստված ինքը բժիշկների բժշկապետն է։ Սիրելիս, այսօր Աստծո նպատակը սա է, եւ ամենամեծ խնդիրը կայանում է նրանում, որ մենք չենք հավատում Աստծո հավիտենական սիրուն։ Հիմա հարց եմ տալիս, հավատում ես, որ Աստված այդ հիվանդության միջոցով քեզ ուզում է տանել դեպի հավիտենություն։ Եվ կարդում ենք Եբրայեցիս 12:6 համարի մեջ գրված հետևյալ տողեր, ինչ ասում Տերը։ Աստված իրեն սիրածները խրատում է։ Նա ծեծում է ամեն որդի, որին որ ընդունում է։ Հիմա ծեծը չհասկանաք, մի հատ մահակ է վերցրել, պիտի դրանով քեզ ծեծ։ Այսօր հիվանդություն, նեղություն, խնդրումը քո կյանքի մեջ հենց սա է, այդ ծեծն է։ Հիմա հարց, Աստված այստեղ բարի է թե չէ։ Տարիներ առաջ մենք ծերանոցում քույրիկ ունենք, Կաթրինե քույրիկը։ Հյուրեր են եկել տարա իրենց մոտ, մեկը, անզգուշապար ասեց, իշքան մեղք են, այդ մեր Աթրինե քույրիկն էլ մի քիչ կարծես թե կոպիտ է, ասեց մեղքը դու ես, որ Աստված չունես։ Այսքին է մի քիչ վատ զգաց։ Ասեց, ես այստեղ ոտքեր ծերքեր չունեմ, բայց հավատում եմ, որ երկնքում ունեմ։ Եվ ինչ ասեց։ Աստված ամեն ինչի մեջ բարի է։ Եթե Աստված ինձ ձեռքեր ոտքեր տար, միգուցե Աստծուն չճանաչեի։ Սիրելիս, ուղղակի ուզում եմ, որպեսզի այսօր դու կարողանաս հավատալ Աստծո հավիտենական սիրուն եւ Աստծո հավիտենական ծրագրին։ Աստծո հավիտենական ծրագիրը քո ժամանակավոր բժշկությունը չէ։ Աստծո հավիտենական ծրագիրը քեզ երկնքում տեսնելն է։ Իսկ համար դու պիտի հավատաս։ Եվ կուզեի, որպեսզի անդրադառնամ հետևյալ մտքին, քուրեր ջան, եղբայրներ ջան, Եբրայեցիս 11:6 ասում է, եղբայրները շշտեցին, առանց հավատքի անկարելի է հաճո լինել Աստծուն։ Սիրելի քույրս, եղբայրս, Հիսուս երբ որ բժշկություն էր անում, առաջի հարցը հետևյալն է, հավատում ես, երկրորդը քո հավատքի չափ քեզ տրվի։ Եվ այսօր կուզեի, որպեսզի իմ եւ քո հավատքը իրոք հաստատված լինի ամենակալ Տիրոջ խոսքի վրա։ Ուշադրություն դարձրեք, ես կարդում եմ Սաղմոս 73-րդ Սաղմոսի հեղինակը ունի խնդիր, եւ ինչ ասում, քիչ է մնացել ոտքերս սրվեն եւ բանջի մնացել ոտքերս սահը։ Ինչու համար։ Ուշադրություն դարձրեք, կարդում եմ 3-4 համարները կամ 5-րդն էլ ներառյալ, որտեղ նախանձով լսվեցա հապարտների վրա, ամբարիշտների խաղությունը տեսնես, որովհետեւ նրանք ցավ չունեն միջև իրենց մահ, եւ նրանց մարմինը փափուկ է։ Նրանք մարդի նեղության մեջ չեն եւ ուրիշ մարդկանց հետ չեն տանջվում։ Հետաքրքիր է, ինչի համար այսօր Աստծուն հավատացող անձնության կյանքի մեջ կա ցավ եւ տառապանք։ Պողոս առաքյալը խայտոց ստացավ, երբ որ մենք կարդում ենք Կորինթոս եկեղեցու մեջ 2 Կորինթացիս թղթերի մեջ Պողոս առաքյալը հետևյալն ասում. «Մարմնիս համար խայտոց տրվեցավ ինձ, որ սատանայի հրեշտակ ինձ բռուցկով ծեծը»։ Հետաքրքիր է, ինչի համար։ Այս անձնավորությունը, Աստծուն սիրող անձնավորություն, ամեն ժամանակ հատված Աստծոյի փառքն էր պատմում։ Եվ ամենակալ Աստված Պողոսին ավելի շատ օգտագործեց, քան թե մնացած առաքյալներին։ Գրված է 2 Կորինթացիս 12:7. Եվ որ հայտնությունների առավելությամբ չպարտանամ, մարմնիս խայտոց տրվեցավ ինձ, սատանայի հրեշտակը, որ ինձ բռուցկով ծեծե, որ չկորազանամ։ Սրա համար 3 անգամ աղաչեցի Տիրոջը, որ նա հեռացնի ինձանից։ Եվ նա ինձ ասաց. բավական է քեզ իմ շնորհքը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այս ցավը կամ այս խայտոցը չվերցվա։ Որն է պատճառը։ Այսօր Աստված ամեն մեկի սիրում է։ Եվ Աստված գիտե, եթե այդ խայտոցը վերցնի, կարող է ես մեկ ուրիշ բան մտածեմ, ուրիշ ուղղությամբ գնամ։ Ամենակալ Աստված իրոք մեզ հավիտենական սիրով է սիրել։ Եվ այդ խայտոցների հիվանդության բուն նպատակը միայն մեկն է, որ ես եւ դու ստապենք դառնանք դեպի Տիրոջը։ Հարց եմ տալիս, սիրելի անմահ հոգի, որ առաջ անգամ ոտք ես տրել, այստեղ, եթե հիվանդությունը չլիներ, ոտքդ այստեղ կտնես թե չէ։ Ուրեմն Աստված իշքան բարի է, որ այդ հիվանդության միջոցով ուզում է քեզ հետ խոսել հավիտենական կյանքի մասին։ Եթե այսօր իմ եւ քո կյանքը ժամանակավորն է, ամենաշատը 70, 80 կամ 90 կամ 100 տարի եւ սրանից հետո վերջ գերեզման, որն է մեր հավատքի հիմքը։ Թող Տեր օգնական լինի։ Երկրորդը,
Հիվանդությունը ինչի համար է մարդու կյանքում տեղի ունենում, Աստծո փառքի համար։ Հիշում եք, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, Հովանու ավետարան 9-րդ գլխի 1-3 համարներ գրված է, որ երեխային բերեցին, աշակերտներ հարցրեցին, այս հիվանդության պատճառը ումն է, երեխային է թե ծնողներին է։ Ասես ոչ երեխային է, ոչ էլ ծնողներին է, այլ Աստծո փառքի համար։ Այսօր դու այստեղ ես, որպեսզի Աստված փառավորվի։ Եվ խնդրանքս հետևյալն է. շատ անձնավորություններ, 10 բորոտներ եկան, բայց ընդամենը մեկը հետ դարձավ եւ Տիրոջը փառաբանեց։ Սիրելի անմահոկի, ուղղակի խնդրանքս հետևյալն է, որ մենք պիտի կանգնենք աղոթքի, ամբողջ սրտով հավատացի մեկ բան է, որ կյանքը Քրիստոս։ Հոպը տառապանքի մեջ ամենամեծ տառապանքն է կրե հոպը։ Երբ որ մենք կարդում ենք 6-րդ գլխի 8-ից 10 համարներ, ուշադրություն դարձեք, այս անձնավորության աղոթքը կամ խոսքը, ինչ է ասում հոպը ինձ եւ քեզ։ Երանի թե ուզածս կատարել եւ իմ ակնկալածը տարածված։ Հոպի կարգավիճակում մարդը ինչ կուզեր։ Վստահ եմ առաջինը երեխաների կյանքը եւ իրեն առողջություն, բայց շարունակության մեջ գրված է եւ հավաներ Աստված ինձ ջարդելու եւ ձեռք արձակել ինձի կտրեր։ Լավ հոպել ջարդվելու տեղ ուներ։ Շարունակության մեջ գրված է այն ժամանակ դեռ մխիթարություն կունենայի ու կոստոթա անխնացավերի մեջ, որ չեմ ուրացը Սուրբի խոսքերը։ Այսօր սիրելիս, Աստված քեզ կանչել է, որ Սուրբի խոսքը լսես եւ չմոռանաս։ Որն է Սուրբի խոսքը, որ ինքը քեզ հավիտենական սիրով սիրել է, որ ինքը իր որդին ուղարկել է եւ ճանապարհը հարթել դեպի հավիտենություն, որ ինքը քեզ այսօր ասում է, ինքը քեզ սիրում է։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Եվ խնդրանքս հետևյալն է. շատ անգամ մեր աղոթները միայն բժշկությունն է։ Սիրելիս, որն է բժշկությանը բանալին։ Երբ որ մենք կարդում ենք Հայտնության մեջ 21-7 համարի մեջ գրված է, ով որ հաղթե ամենը կժառանգե։ Որն է այդ ամենը։ Քրիստոս։ Եվ 3 համարով վերջացնում եմ։ Առաջինը 80 Սաղմոսի 4 համարի մեջ գրված է։ Ասապ հետևյանը ասում. ով զորաց Աստված միջև երկը բարկանաս քո ժողովրդի աղոթքի վրա։ Հարց եմ տալիս, այդ ժողովուրդը մեջները հիվանդ չկար, պրոբլեմ ունեցողներ չկային։ Ինչի համար Աստված բարկանում այդ աղոթների վրա։ Առակաց 28-ի 9 համարի մեջ գրված է. ով որ մերժեր ականջը օրենքը լսելուց, նրա աղոթն անգամ կարշել է։ Որ օրենքի մասին է խոսում Աստված։ Կա աղոթքի օրենք, որն է քո բժշկության բանալին։ Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 33-րդ համարի մեջ գրված է. սակայն առաջ խնդրեք երկինքի առկայությունը, անոր արտարությունը, մնացած բաները կտրվի քեզ։ Այսօր հիվանդությունը կամ պրոբլեմը, խնդիրը մնացած բաներն է, թող այդ մնացածները, թող այսօր առաջինը լինի քո համար երկինքի առկայությունը եւ անոր արտարությունը։